Հարգարժան պարոն Լուխներ, հարգելի գործընկերներ, հարգելի ներկաներ, նախ թույլտվեք շնորհակալություն հայտնել պարոն Լուխներին համատեղ աշխատանքի համար եւ շնորհավորանքի համար։ Հիրավի պատմական իրադարձություն ունենք այսօր, որովհետեւ ի վերջո վիզաների երկխոսության շրջանակներում ունենք առաջին շոշափելի քայլը, որը համատեղ ջանքի արդյունք է, այսօր պաշտոնապես հայկական կողմին է հանձնվել ՀՀ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագիրը, եւ ես նաեւ այս համատեքստում ուզում եմ մեծ պատասխանատվությամբ նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը շարունակական երկխոսություն ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմայով։ Պիտի փաստեմ, որ գործողությունների ծրագիրը, որը ներկայացված է հայկական կողմին, լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բարեփոխումային քաղաքականությանը եւ դրանում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում էական դեր ու նշանակություն են ունենալու եւ հատկապես վիզաների ազատականացման համատեքստում ապահովելու են արժանապատիվ ճանապարհորդության նաեւ հնարավորությունը դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ։ Գործընկերներ, ուզում եմ փաստել, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Հայաստանի Հանրապետության բարեփոխումային օրակարգի կարևորագույն բաղադրիչ է, անդրադառնում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք միգրացիոն համապարփակ կառավարումն է, ապաստանին վերաբերող հարցերը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը, սահմանների համալիր կառավարումը, մարդու իրավունքները, հանրային անվտանգության թեմաները եւ նաեւ այլեւայլ հարցեր, որոնք ընդհանուր առմամբ հովանոցային տարբերակով տեղավորվում են այս հիմնարար հենասյունային ուղղությունների ներքո։ Ես ուզում եմ շեշտադրել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը հետևողականորեն իրականացնելու գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները եւ ես եւս կիսում եմ, որ մենք շատ կարճ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, որը հանրային լայն ուշադրության ներքո է գտնվում եւ նաեւ հանրային լայն ակնկալիքներ է ձևավորել։ Միևնույն ժամանակ ես ուզում եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը որակյալ աշխատանք է ապահովել եւ ապահովելու վիզաների ազատականացման այս երկխոսության շրջանակներում, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ գնալու ենք արհեստականորեն գործողությունների ծրագրի իրականացման ճանապարհով։ Հակառակը, սա հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար այսչափ կարևոր ոլորտներում արձանագրելու նոր արդյունքներ, որոնք համահունչ կլինեն այն արժեհամակարգային, այսպես ասեմ, մոտեցումներին, որն այս պայծառությամբ կիսում է Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ։ Սա նաև կարևորագույն հնարավորություն է ապահովելու մարդկային կապերը, տնտեսական կապերը, մշակութային կապերը, կրթական կապերը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև։ Նորից շնորհակալություն եմ ուզում հղել պարոն Լուխներ ձեր գլխավորությամբ Եվրոպական միության թիմին, հայաստանյան գրասենյակին, պարոն Մարագոսի գլխավորությամբ, որովհետեւ իրականում համատեղ ջանքերով կատարել ենք հսկայածավալ աշխատանք եւ այսօր գործողությունների ծրագրի հանձնումը պաշտոնապես հանձնում է հայկական կողմին, դա վկայում է նախ համատեղ գործադրված ջանքի որակյալության մասին եւ երկրորդը նաեւ երկկողմ պատրաստակամության մասին շարունակելու այս երկխոսությունը եւ այն հանգուցալուծելու եւ բերելու ի վերջո վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության եւ իր բնակիչների համար։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորիս մաղթելով հաջող ընթացք։